Արցախը այնտեղ, որտեղ ծնվել, մեծացել, ապրել, ապրում եմ եւ կշարունակեմ ապրել, ուզում եմ տեսնել Հայաստանի կազմում, Հայաստանի անբաժան մաս։ Դեռ 1960-ականներին Արցախահայության խնդրով մտահոգված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, Երևանից, Խորհրդային Հայաստանի մի շարք մարզերից նամակներ ու դիմումներ էին գնում Մոսկվա խնդրանքով սովետական իշխանություններին ուշադրություն դարձնել Արցախահայության խնդիրներին։ Այդ նամակներն այդպես էլ մնացին անպատասխան։ 1988 թվականը միասնական կամքի բացառիկ դրսևորում էր։ Փետրվարի 12-ին Հադրութում առաջին հանրահավաքը կազմակերպվեց, մինչև այդ ստորագրահավաք էր կազմակերպվել Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջով։ Հաջորդ օրը միասնության ալիքը տեղափոխվեց Ստեփանակերտի Լենինի հրապարակ, որը հետագայում անվանակոչվեց Վերածննդի։ Մի քանի օր անց Հանրապետության հրապարակն էր մարդկանցով լեցուն։ Ստեփանակերտում 40-ից 50 հազար մարդ միաբռունցք միացում էր պահանջում, միացում մայր հայրենիքին։ Այս մարդկանց թվում էր նաև 14 տարեկան մի աղջիկ մոր հետ։ Նրա հիշողություններում Ես իմ անուշ Հայաստանն է, ականջներում հայրենակիցների ծափահարությունները։ Ինքս իմ ցանկությամբ էի ուզում արտասանել Ես իմ անուշ Հայաստանին, ինձ ոչ ոք չէր առաջարկել, ուղղակի ես բարձրացել էի այդ հարթակը, որտեղից ժողովուրդը ելույթ էր ունենում, եւ այդտեղից սկսել եմ արտասանել, իսկ բոլորը ծափահարում էին, ոգևորվեցի մի պահ, եւ երևի թե հենց դա էլ մնաց իմ մեջ, որ էս է ժողովրդի պահանջը, իմ ոգևորվածությունը հենց սկսեց այդտեղից։ Ոգևորված էր ամբողջ ազգը, համայն հայությունը միացում էր պահանջում, իմ մտքով անգամ չէր անցնում, որ կանցնեն տարիներ, արդեն 31-րդ տարին է, եւ ես այս նույն հրապարակում կքայլեմ արդեն իմ թորնիկների հետ, առանց տեսնելու այդ միացումը։ Շատ խոչընդոտներ եղան խաթարելով հայ մարդու երազանքներն ու ցանկությունները։ Այդ ժամանակ նույնիսկ չէին պատկերացնում, որ իրենց ավելի թեժ պայքար էր սպասվում, կյանքի ու մահու պայքար, որ այս բռունցքները պետք է զենք վերցնեին հանուն ազատության, հանուն իրենց նվիրական երազանքի։ Բոլորիս հայտնի իրադարձությունները զարգացան, արդեն Արցախյան պատերազմ, այդ ժամանակ արդեն ուսանող էի եւ սովորում էի Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի առաջի կուրսում, կամավոր հիմունքներով, կուրսի 6 աղջիկների հետ ներկայացանք զինվորական հոսպիտալ եւ սկսեցինք խնամք ազատամարտիկների նկատմամբ։ Պատերազմից հետո, պատերազմի ժամանակահատվածում ամուսնացա, երեխաներ ունեցա եւ մի պահ կտրվել էի այդ ամեն ինչից, երեխաներով էի զբաղվում, մինչև 2000 թիվը։ 2000 թվականին Արցախում խորհրդարանական ընտրություններ էին եւ ես պատահական ծանոթացա մի մարդու հետ, որը խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու էր։ Այդ մարդը մեր ընկեր Վաչագան Զաքարյանն էր, ես չէի պատկերացնում, որ հանդիպելով նրան եւ հայտնվելով նրա նախընտրական շտաբում, այդտեղ տեսա իմ տեսակին մարդկանց, հայ որդիկ, ովքեր հենց իմ գաղափարակիրներն են, դարձանք մի թիմ, արդեն 2 տասնամյակ։ Տարբեր քաղաքական անցուդարձերին եղել ենք ներկա, մասնակից, մեր մտահոգություններն ենք հայտնել, մեր հայտարարություններն ենք տվել, այս եւ այն երևույթների քաղաքական նկատմամբ, բայց հիմնականում գաղափարը միշտ եղել է միացման գաղափարը, մենք միշտ դեմ ենք եղել անկախացման սցենարին։ 2 տարի առաջ ձևավորվեց միտքը, հիմք հանդիսացակ կազմավորելու Միացյալ Հայաստան կուսակցությունը։ Իմ կարծիքով մենք ավարտում ենք միացման փուլը, որովհետև եթե իրավաբանորեն մոտիկանանք հարցին, մենք շատ մոտ ենք իրականության մեջ դրան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, բայց հակասահմանադրական կարգով զրկված ենք համապետական ընտրություններին մասնակցելուց, կարծում եմ միացումը կարելի է առանց ցնցումների, փուլ առ փուլ,
վերջնական կետին հասցնել հետևյալ ձև. Նախ առաջինը վերականգնել Արցախաբնակ հայության ընտրելու իրավունքը, ովքեր իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին, իսկ մնացած հարցերում, լինի դա կրթություն, մշակույթ, իրավական դաշտ, ֆինանսական դաշտ, մենք նույն դաշտում ենք, այսինքն ում է պետք ձևական այս անկախացումը եւ այն, որ մենք սերունդ ենք կրթում նաեւ դպրոցներում եւ սերնդի մի մասն էլ հպարտ է, որ ինքը անկախ Արցախում է մեծանում, ասինքն մենք կարելի ասել պառակտում ենք, դա փորձված բանաձև է, որ ուժը միասնության մեջ է։ Հայ կնոջ տեսակը դեմ է անարդարություններին, հնազանդ է իր էությամբ, բայց գլուխ խոնարել չի սիրում։ Տիկին Ադելան վերջին տարիներին պարբերաբար պայքարի մեջ է, հայաստանյան հեղափոխություն, ամուլսարի պաշտպանություն, որտեղ իր կուսակցական ու գաղափարակից ընկերների հետ դուրս եկավ պայքարի հանուն արդարության վերականգնման, կարևորություն չտալով, թե հայաստանյան որ տարածքում է այն տեղի ունենում։ Պարբերաբար մասնակցություն եմ ունեցել քաղաքական տարբեր թեմաների շուրջ քննարկվող կլոր սեղաններին, որը տեղի էր ունենում Երևանում։ Պայքարի մի մասնիկն եմ եղել հեղափոխության, իսկ մինչ հեղափոխությունը անդամակցել եմ եւ շարունակում եմ անդամակցել հայ կանանց ճակատին, որը հիմա վերանվանվել եւ կոչվում է կանայք հանուն ժողովրդավարության։ Սա հայաստանաբնակ մեր քույրերի պայքարներ նախկին ռեժիմի դեմ։ Այս միասնությունն այսօր չի տեսնում։ Թուրքը անզոր գտնվեց ծնկի բերել մի ողջ ժողովրդի, բայց անկախության թատրոնին մասնակից իշխանություններին հաջողվեց կոտրել այս մարդկանց կամքն ու համոզել, որ այս կերպ ապրելն ավելի լավ է, քան միացյալ մայր հայրենիքի հետ։ Ուր մնացին այս բռունցքները, այս միասնությունը, որտեղ գնաց, ինչպես կարողացան խեղճացնել այս ժողովրդին, այս քիչ առաջ ձեր տրված հարցը, որ ինչու կանայք ավելի խիզախ են, քան տղամարդիկ։ Երբ նայում ես նկարի, տղամարդկանց թիվը ավելի շատ է կազմում։ Սա այն ժամանակաշրջաններ, երբ դեռ կար խորհրդային միություն, երբ ռեժիմը եւ ճնշումները ավելի վատ էին, քան ասենք հիմա։ Բայց համենայն դեպս ես մնում եմ իմ կարծիքին, որ անկախության տարիներին իշխանության եկած իշխանավորները արել են ամեն ինչ սպանելու արժեհամակարգը եւ կոտրելու այս ազգային ոգին։ Ցավոք սրտի այս հրաշք ժողովուրդը կարծես թե մնացել է նկարի մեջ, պատմության մեջ։ 90-ականների սերունդը կօգնի իրենց արդարության վերականգնման հարցում, այն որ կուսակցության շարքերում բավականին երիտասարդներ կան, դա խոսում է այն մասին, որ արհեստական անկախության դասերը չեն խանգարել սեփական վերլուծության հարցում, միացյալ Հայաստան ստեղծելու ձգտումն արդեն որոշիչ է։